Եվ այս process-ներում ես ասել, որ դա Ադրբեջանի կողմից հատուկ թելադրված է, ես այդ պատկերացումները չունեմ անկեղծ ասած, ինչու որտեղ Ադրբեջանը ավելի մեծ պրոյեկտներ է իրականացնում Հայաստանի հաշվին ու իր համար այդ փոքր բաները ոչինչ իրենից չեն ներկայացնում։ Արդյոք պրոյեկտներից մեկը եւ դրանով էլ ամփոփենք հենց այն է, որ մենք նայում ենք ինչպիսի դատավարական ֆարս է գնում Բաքվում մեր ռազմագերիների նկատմամբ, արդյոք այդ process-ներից մեկը նաեւ մեր նախկին նախագահների, ինչպես նաեւ որոշ պատերազմի մասնակիցների հրամանատարական կազմի պահանջն է որպես ՎԿ Բաքու հետագայում իհարկե ձերբակալության նպատակով։ Այո, ես ասեմ ավելին, քանի մեր ընդդիմադիր դաշտը մեծամասամբ մեկ նպատակի համար չի աշխատում, 26 թվականից հետո ես ոնց ասեմ, անգամ 1% կասկած չունեմ, որ կլինեն նաև արտահանձնումներ, որովհետև եթե Նիկոլա Աստվածչյանի դառնա մեծամասնություն խորհրդարանում, իսկ ես այդ հույսերը չունեմ, ես իմ ներքին վստահություն ունեմ, որ ինքը այնտեղ փոքրամասնություն է կազմելու, դրա համար պետք է ամեն ինչ անել, որ ինքը փոքրամասնություն կազմի, եւ դրա լավագույն հնարավորությունը ընտրություններին գնալն է լինելու, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին, իրենց այդ ատելությունը, իրենց նզովանքը, իրենց անհամաձայնությունը Նիկոլին մեկ անգամ պետքա գոնե հայտնեն ընտրությունների միջոցով։ Երբ որ այդ process-ը կայանա ու առաջ Աստված ունենանք այնպիսի իրականություն, որ Նիկոլը փոքրամասնություն է, հավատացնում եմ ձեզ, բոլոր խնդիրները, որոնք մեզ սպասում են Նիկոլի հետ հետագայում, դրանք 80%-ով նվազելու են։ Ուղղակի այստեղ խնդիրը այն է, որ Ադրբեջանը իրապես նպատակ ունի Հայաստանից գողանալու, եթե ոչ Նիկոլի ձեռամբ իրենց արտահանձնելու բոլոր մարկանց, ովքեր եւ ոչ միայն 90-ականներին, Քարորիայում 44-րդ պատերազմում ու միայն խոսքը չի վերաբերվում օրինակ մեր առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, վերաբերվում է մեզ բոլորիս, որովհետեւ մենք փոքր ազգ ենք այստեղ Հայաստանի Հանրապետությունում, քիչ ենք ու ոնց լինի մեկը մյուսի ծանոթով գիտենք ինչ որ մի հարցում աջակցել է Արցախին կամ պատերազմին է մասնակցել կամ գոնե մի անգամ ոտը Արցախ է դրել։